իհարկե վախենում են, իրենք հասկանում են, որ իրենց ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել եւ ավելի շատ նվազագույնի հասել վաղ շաբաթում Էջմիածին քաղաքում, դա բերել է թե ՔՊ-ի, թե վաղաշաբաթ համայնքի նախկին իշխանությունների գործելավոճ։ Կարծիքով իշխող Նախորդ ընտրությունների վրա, ինչքան որ մասնակցության մասին մենք տեղեկանում ենք մեր վստահված անձերից, նախորդ 21 թվականի համայնքային ընտրությունները բավականին ակտիվ Իսկ Մեխակյանին ընտրելու Նիկոլ Փաշինյանը ընտրեն թե ՔՊ-ին, տպավորություն է, որ փորձում է տարանջատվել ՔՊ-ից, հնարավոր է օրինակ իր կերպարի շնորհիվ էջմիածինցիները փորձեն ավելի շատ ձայն տալ, ասեն դե մեր տղան է լավ տղա է։ Էջմիածնեցիներին, Էջմիածնետին ինչ կապ ունի, որ տենց բան ասեն։ Խոշորացած համայնք։ Հա, խոշորացված համայնքին է, բայց ինքը Էջմիածին քաղաքից չի, ԿՊ-ն ամբողջ այս քարոզարշավի ընթացքում իրենք նաև իրենց թիմը ստեղծելուց, հավաքելուց մարդկանց ասում են, որ սա ԿՊ-ի հետ կապ չունի, սա մեր քաղաքի արծն է, այստեղ ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, բայց մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այդպես է։ Կարծում ձայն կհավաքեն քվեարկության արդյունքները։ Պարոն Խաչատրյան, ամփոփիչ հանրահավաքին մենք տեսանք, որ ՔՊ-ի հավաքին մասնակցում էին Թալինից եկած մարդիկ, մասնակցում էին այն կեղծ տատույով դպիրը Հովանավանքի ակցիայի ակտիվիստները, բայց Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չեկավ։ Ինչ է կարծում, պատճառը ո՞րն էր, չէր ուզում Մեխակյանը, որ ասոցացվեր Փաշինյանին։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվել էր գալու, որովհետև առավոտից այդ օրվա հանրահավաքի մեր ոստիկանության բաժնում ամբողջությամբ այդ սև բերետավորներն էին, կարմիր բերետավորներին ավտոբուսներով բերել էին, պատրաստվել էին, ուղղակի երևի թե զեկուցել են, որ մարդ չի գալիս հանրահավաքին վաղաշաբաթի չկա, միայն Օհանավանքի ֆեյք պատարակի մասնակիցներն են, այստեղ էլ է լինելու ֆեյք պատարակ, այդ ֆեյք դպիրների ատամնաբուժերի մասնակցությամբ երևի դրա համար չի մասնակցել։ Լևոն Քոչարյանը ձեզ մեքենա է նվիրել։ Ոչ, չի նվիրել։ Սկզբից ասում էին, սկզբից ասում էին 50 միլիոն դրամ են տվել, հետո ասեցին Lexus մեքենա են նվիրել, այն դեպքում երբ որ ես Lexus մեքենա ունեմ, առել եմ տարուկես առաջ, ամբողջ թղթաբանությունը կա, կարող ենք հրապարակել, հետո ասեցին, որ S-կլասի Mercedes, ինձ թվում է այսօր եթե քվեարկության արդյունքները մեր կողմից լինի հաղթանակ դաշինքը, հաղթի չէ, կարող է ասենք Bentley լինի կամ Rolls-Royce։ Իսկ այդ Lexus-ը իրենց սալոնից է կարել։ Երևան Toyota-ի Lexus-ի սերվիզից։ Ուրիշ սերվիս չգիտեմ։ Բայց ջան, եթե դուք ունենաք գալու եք ձեզնից առնել հաստատ։ Հա, չէ։ Այնուամենայնիվ հաղթի ընտրություններում պատրաստ եք շնորհավորել։ ԿՊ-ի տեխնացու ինչին շնորհավորեմ, ընտրություններին մրցակցին հաղթանակի դեպքում շնորհավորում են ընդհանրապես յուրաքանչյուր պայքարի մեջ, շնորհավորում է, եթե արդար եւ ազնիվ ա եղել պայքարը։ Անարդար պայքարի դեպքում ես չեմ պատկերացնում ընդհանրապես շնորհավորել, որովհետեւ դա նախ չեն հասկանա մեր TV անդամները, չեն հասկանա մեր ընտրողները, որովհետեւ այդ խախտումները, այդ անհավասար պայմանները, վարչական եւ իշխանական ռեսուրսի կիրառումը տեսել են բոլոր վաղաշաբաթցիները, տեսել են բոլոր քաղաքական ուժերը։ Անարդարիցի արդեն անարդարացի են ամբողջ քարոզարշավը։ Ինչի մասն է խոսքը, բռնաճնշում, այո, վարչական ռեսուրսի կիրառում բարեկամներին եւ միայն իմ բարեկամներին, չէ, մեր թիմակիցների բարեկամներին, այլ գիտեմ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են, նույնիսկ ասենք իմ ընկերոջ Քենուն են դպրոցի տնօրենից ազատել, ինչա թե իր փեսան իմ ընկերն է։ Հասել են այս մակարդակը, Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել։ Մաշտոցի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոնից։ Հրամանով ազատել է։ Պարոն Խաչատրյան, ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ վաղաշաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ Էջմիածնում հոգևոր մայրաքաղաքում այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս հարցում։ Այսպիսի մի լրացում անեմ, էլի հաշվի առնելով հակաեկեղեցական արշավը այս ընտրությունների կարևորությունը ո՞րն է։ Օրինակ, եթե ՔՊ-ն հաղթում է, սա նշանակում է, որ Փաշինյանին հաղթաթուղթ են տալիս, որ կաթողիկոսին այդ գահընկեցանելու process-ը շարունակվի։ Կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել հարցը, բայց ես ասել եմ, երբ ՔՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում դեպի Մայրաթոռի վրա, իրենց են ճղճին փոքր-հոգի ծրագրերը, ինչը պլանավորել են իրականացնել հայ առաքելական եկեղեցու հետ, անմիջապես իրականացնելու են եւ նաեւ 26 թվին
իրենց քաղաքական համապետական ընտրությունների հարցն են փորձելու լուծել։ Ի սկզբանե ասել եմ, այսօր մեր Վաղարշապատ համայնքում ով քվեարկում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակցության շահին։ Պարոն Խաչատրյան Հարությունը Պաշտոնը հայտարարել է, որ եթե ինքը լինի ընտրվի քաղաքապետ, թույլտվություն է տալու, որպեսզի Մարիաթովի դեմ արդեն հայտարարված հավաքը տեղի ունենա։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետ, այդ թույլտվությունը քաղաքապետարանը։ Իսկ ինչի Հարություն Մկրտչյանի ուրիշ բան եք սպասում, որ կարող է ինչ-որ հոգևոր արժեքներին վերաբերող, ազգային արժեքներին վերաբերող լավ բան ասի։ Ես բնականաբար, եթե դա համայնքապետանի իրավասության տակ է լինելու, ես թույլ չեմ տալու։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահ եմ, որ իրենց այս արշավը եկեղեցու ինստիտուտի դեմ է, ոչ թե ինչ-որ որոշ հոգևորականների։ Խախտում է կապված դրության օրը մենք տեսանք, որ նաև նախարարի մակարդակը ֆեյսբուքյան վերաբերելով հարցաշատ ուսանողի ինչ խախտում է։ Ինչպես նաև Տարոն Չապյանի պատկանող էջերը։ Եվս եղել է լրության օրվա հետ կապված խախտում։ Ես ինքս ցանցերից դուրս չեմ նկատել անկեղծ ասած, որովհետև բավականին զբաղված ենք եղել, մենք կազմակերպչական հարցերով մեր նախընտրական շտաբով, ինչ վերաբերում է իրենց նախարարին, իրենց նախարարները իրենց նախարարությունները թողած արձակուրդ են վերցրել, եկել այստեղ մասնակցում են քարոզարշավի հանրահավաքների ժամանակ հանդիսավարի դեր էին կատարում, խոսքը փոխանցում այս նախարարին, խոսքը փոխանցում այն նախարարին, ինչ որ անհասկանալի process էր, Խուդատյանն էլ իր ամբողջ խոսքը վերածել էր փոխանակ խոսեր իրենցից քաղաքացիական պայմանագրի թեկնածուից, ամբողջությամբ ընդդիմադիր թեկնածուներին էին փորձում վարկաբեկել, փորձում սևացնել, բնականաբար իրենց մոտ դա չստացվեց, վստահ եմ, որ մենք դա այսօր տեսնելու ենք։ Ամեն դեպքում նախարարին վայել պահվածք չի։